Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է։ Շատ շնորհակալ եմ, որ նորից միասին ենք։ Հարգելի հեռուստադիտողներ, բաց չթողնենք Արարատյան հպարտությունը վայելելու։ Ինչու՞, որովհետև այսօր լավ կերակուր պիտի պատրաստենք հնուց եկած։ Կերակուրը բուղանլխի կերակատեսակներից է եւ կոչվում է խորիս։ Բառը թող ձեզ չշփոթեցնի, դա խորիզը չէ, գաթայի մեջի, այլ տեսեք, թե ինչ հետաքրքիր բաղադրություն ունի։ Օգտագործելու ենք ձուկ, տվյալ պահին սիգ, նշվում է մատենագրության մեջ, օգտագործվում են քիչ փուշ ունեցող ձկներ։ Օգտագործելու ենք նաև խաղողի, մատեր, թարմ խաղողի բլղուր, համեմունք եւ վերջ։ Կերակուրը պատրաստելու ենք կավե կճուճի մեջ։ Կավե կճուճը մինչ օգտագործել հարկավոր է եռացող ջրի մեջ պահել մոտավորապես 5-6 րոպե եւ տաք վիճակում նոր օգտագործել։ Եվ այսպես մենք մաքրենք խաղողի մատերը։ Բուղանլխ դա մեր Արեմտա Հայաստանի մասն է եւ շատ ավելի զարգացած գոնե մեր տեղեկություններով խոհանոցի իմաստով առիթը ներկայանալու դեպքում մենք նորից կշարունակենք ներկայացնել այդ ճկնաղ բնակավայրին բնորոշ կերակուրները։ Շարում ենք տակը այս մատերը, ավելորդ է հիշեցնել, որ մատները լվացված են։ Այսպես, ուզում եմ, որ տեսնեք, այսպես շարեցինք, ձկները կտրատում ենք, Ուզում եմ հիշեցնել հարգելի հեռուստադիտողներ, որ մեր կազմակերպությունը հայ-խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը, ինչպես գիտեք, շարունակում է բանավարչական գործունեություն, այսինքն կերակուրների հավաքչություն, այդ թվում եւ մատենագրերից եւ նաեւ տվյալ վայրեր այցելելով։ Եվ հետագայում մենք նորից կշարունակենք ձեզ ներկայացնել այդ հավաքչության արդյունքները։ Այսպես շարում ենք ձկները, մի քիչ համեմում ենք աղով պղպեղով, այսպես, ինչպես նշեցի, բլղուր պիտի ավելացնենք, ձկներ ուզում եմ տեսնեք, այսպես, ես պիտի խոստովանեմ, որ այն տեքստը, որ շարադրված է մատենագրության մեջ, ջուր չի ենթադրում, նշված է տակը փայտեր խաղողի, վրան ձուկը, իսկ վրայի շերտը բլղուր եւ այդպես դնում ենք թոների մեջ, բայց կարծում եմ մի քիչ ջուրը այստեղ չեր խանգարի, մեկ եզրից, իհարկե հակված չեմ կասկածելու մեր մատենագրերի արդյունքները այդ ինֆորմացիան, բայց կարծում եմ զուտ խոհարարական այսպես մտածելակերպով հարկավոր է մի քիչ ջուր։ Նորից մի քիչ համեմենք, սա արդեն վերաբերվում է բլղուրին,
Եվ ամենակարևոր պահը, որ լավ փակվող, այսպես կափարիչ, այսինքն այդ շոգեխաշման process-ը պիտի լավ իրականանա, լավ հերմետիկ փակվող կափարիչը պիտի ծածկենք եւ ուղարկենք ջեռոց կամ թոնիր։ Այնտեղ պետք է լինի 165-ից 170-175 աստիճան ջերմություն։ Մեզ կպահանջվի 45-ից մինչև 60 րոպե ժամանակ։ Ուղարկենք այս կերակուրը եւ պատրաստ կլինի արդեն 1 ժամից։ Հարգելի հեռուստադիտողներ, արդեն պատրաստ է խորիսը, շատ տաք է, այ կուզենայի, որ դուք տեսնեիք նաև տեսքը։ Հիմա փորձենք մատուցման ափսեի մեջ տեղադրել բլղուրը, ձուկը, այս ընթացքում ուզում եմ օգտվել առիթից եւ նորից վերհիշել, թե ինչպես պատրաստեցինք։ Խորիս կոչված կերակրատեսակը, ինչպես նշեցինք, բուղանլխի այդպես կերակուր է, ձուկը կտրատեցինք, համեմեցինք աղով պղպեղով, կճուճի տակը դրեցինք խաղողի թարմ շյուղեր, մատեր, այնուհետև վրան ավելացրինք բլղուր, տակը մի քիչ ջուր, բլղուրը համեմեցինք աղով պղպեղով, բույր, ինչպես ասում են, անմահական։ Երևի իմաստը հենց այս բլղուրի միախառնվելն է ձկանը։ Պիտի խոստովանեմ, որ առաջին անգամ եմ հենց պատրաստում, բարեկամներ, այնպես որ միգուցե այդ մատուցման պահը ամեն մեկը դյուրովի մատուցեք։ Խոստովանեմ, որ բույրը անմահական է։ Ես մեր իրականության մեջ դեռ չեմ հանդիպել այսպիսի կերակուր, այսինքն ձուկը բլղուրով։ Նորից հիշեցնեմ, կերակրատեսակի անունը կոչվում է խորիս, բուղանլխին բնորոշ կերակուր է։ Հարգելի հեռուստադիտողներ, կարելի է մի քիչ այսպես ձևերով ձևավորել, կիտրոն կարծում եմ պարտադիր, Ահա, այսքանն էինք այսօրվա համար նախապատրաստել, հարգելի հեռուստադիտողներ, մինչ ավարտելը ուզում եմ հիշեցնել, որ հայ-խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը, Ախտալայի քաղաքապետարանը, Լոռու մարզպետարանը եւ էկոնոմիկայի նախարարությունը համատեղ 7-րդ անգամ պիտի իրականացնեն խորովածի համահայկական փառատոնը Ախտալա քաղաքում ամսի սեպտեմբերի 12-ին, բարեկամներ թիմերին հատկապես հայտերը պիտի ներկայացնել մինչ սեպտեմբերի 1-ը, իսկ մեր հայրենակիցներին մենք հավելյալ կտեղեկացնենք, թե ինչպես կարելի է մասնակցել այդ միջոցառմանը։ Բարեկամներ, հրաժեշտից առաջ, ինչպես միշտ, ուզում եմ մաղթել բոլորիս, որ լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու, ողջ լերուկ։ Սիգով դամածո, սիգ 300 գրամ, բլղուր 150 գրամ, դդում 100 գրամ, խաղողի ճյուղ կարագ 50 գրամ, աղ պղպեղ, բարեխորշակ։